Սա հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետն է կամուրջը, որով քիչ առաջ 4 բեռնատարները հատեցին Թուրքիայի սահմանը եւ ուղևորվում են դեպի Սիրիա հումանիտար օգնություն տանելու։ Որոշումը կայացվել է նախօրեին կառավարության նիստում։ Հայ-թուրքական սահմանի մարգարայի անցակետն այսօրվանից 10 օրով բաց կլինի Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու նպատակով։ Բեռնատարներում սնունդ է, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր։ Մարգարայի անցակետի դռները բացվում են։ Սահմանի այս կողմից առաջանում են լրագրողները, մյուս կողմից զինված թուրք սահմանապահները։ Արդեն 3 շաբաթ է մարգարայի անցակետը հայկական կողմից հսկում են ոչ թե ռուս սահմանապահները, այլ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Հայ-թուրքական սահմանը ընդհանուր առմամբ դեռևս մնում է ռուս սահմանապահների հսկողության տակ, սակայն այս տարվա հունվարի 1-ից աշխատանքներին ներգրավված են նաև հայ սահմանապահները։ Ռուս սահմանապահներին ընդհանրապես դուրս բերելու վերաբերյալ որոշում Հայաստանի իշխանություններն առայժմ չունեն։ Ճիշտ է, ռուսն է մեր սահմանը հսկում, ելքում մուտքը հայն է անում։ Ճիշտ է, մի քիչ էլի ապահով ենք զգում, որ ռուսն է հսկում։ Հիմա ճիշտ է, ռուսական դրոշը փոխարինվել է հայկական դրոշով։ Երևի ավելի շատ վախենում ենք, քան թե այն ժամանակ, որ ռուսներին հսկում սահմանը։ Մարգարագյուղի բնակիչները հումանիտար բեռների տեղափոխմանը դեմ չեն, սակայն մտավախություններ ունեն սահմանի հնարավոր վերջնական բացման առնչությամբ։ Ասում են, այդ դեպքում իրենց այլևս անվտանգ չեն զգա։ Բարի գործ են անում, բայց դե չգիտեմ, լավը, վատը չեմ կարող ասեմ։ Բայց լավ բան չկա։ Թուրքիայի հետ ինչ լավ բան։ Այսքան կոտորածներ, այսքան ամեն ինչը Թուրքիա հետ էր, ուրիշ հետ չէր։ Բայց ինչ որ բացում են, բարի գործ են անում, հիմա մարդ են, ընդեղել են, մարդիկ ապրում։ Էսի Թուրքի մոլեն է։ Այն կոմի վրեն մոլեն է, որ մի տամոժնի բացում են, տամոժնու ցենց այն կոմ նայում եք երևում է մոլ։ Ամեն օր սենց լսվում է։ Հա, ամեն օր է ժամերին օրի 3 անգամ ամենակիչը բան անում։ Ես ցենց երգում են, ցեն են անում։ Ես ինչ հիշում եմ փոքրեր խայմել է, ասում են որ բացում են, լմիջավ այսօր բացում են, բայց եթե թշնամիդ չի կարեմ ինքը կայուն հաստատվի ինքը որպես մարդ տեսակ որ կարաս իր այդ լիարժեք դու ձևով բան անես, բարեկամություն անես, դες մարդը դու կարաս, չգիտեմ, ես գտնում եմ որ եւի կարիք չկա էլի որ բացել։ Հիմա մենք հանգիստ քնած ենք, որ սահմանը բացեցին։ Ինձ թվում է որ լավ չի լինելու։ Վտանգները շատ են։ Հիմա հանգիստ մենք դուրը բաց քնում ենք։ Հանգիստ բաց քնում ենք։ Թուրքին չի կարելի բան անել, վստահել։ Չի կարելի։ Ես չեմ ցանկանում որ բացվի, որովհետև չգիտեմ, ես միշտ է որ ասում են փետը միշտ ձեռդ պահի, թուրքը մնում է թուրք, միշտ հիմի կարող է դուրը բացես հանգիստ քնեմ, այն ժամանակ ահով դողով կքնեմ ավելի։ Այդ ուղարկելը թող ուղարկի, ոնց են ասում։ Բոլորն էլ թող հաստե օգնությունը, բայց ամենաառաջինը թող ղեկավարը մտածի իր ներսի ժողովրդի մասին, որ մարդիկ կան սոված են։ Ես այդպես կասեմ։ Մարդիկ կան, որ հաց չունեն, դժվարությամբ են ապրում։ Թող իր երկիրը մի հատ էդի կարգ ու կանոն ստեղծի, իր զինվորին լավ պահի։ Ես այդ կասեի։ Ոչ թե դուրսը թուրքին էլ ուղարկեցինք, ինչ ստացանք։ Թուրքը մնում է թուրք։ Մոլեն առավոտ, կեսօրին, երեկոյան երգում է։ Բարսախոսով մենք շատ բարձ լսում ենք։ Թե երգերը, թե երաժշտությունները, համերգները, կոպիտ ասած, մոլեն զռում է։ Սենց եք ասում, որ չենք ուզում անգամ լսենք։ Ես չեմ հավատում, որ թուրքը խաղաղություն կստեղծի երբեք թուրքը իր խոստումը չի պահել։ Երբեք թուրքը չի պահել իր խոստումը։ Ընդ է ասելը մի քանի օր հետո մի նորից կարակոց, մի ավելի վատ բան, թուրքը մոռացեք, որ ինքը խաղաղություն կստեղծի, երբեք։ Թող Նիկոլ Փաշինյանը առաջին իր ժողովրդին մասին մտածի դեպի լավը, բարեփոխի այս ժողովրդի վիճակը եւ չգիտեմ, ինչ ասեմ։ Ես ճիշտ է, ես սկզբից իրան եմ տվել իմ ձայնը, հələ ես իր կուսակցությունից դուրս չեմ եկել, իր կուսակցությունն էի, հələ դուրս չեմ եկել, պետքա դուրս գամ, որովհետև ես այն ժամանակ իրան շատ էի վստահում, ու ես մեծ բան ունեի, հավատ ունեի, որ պետքա մեր երկիրը Քոչարյանից ու Սերժից ու բանից փրկվի, բայց հակառակը, մենք ավելի բան եղանք, հիասթափվանք իրանից։ Ես իրանից ավելի լավ բան էի սպասում, ոչ թե
աստիճանաբար քիչ-քիչ մեր բանա երկիրը փլուզվում է, քիչ-քիչ տալիս է մեր սահմանները, որ Նիկոլ Փաշինյանը նոր սկսել էր բաներ աներ, ցույցեր աներ ու չգիտեմ ինչեր աներ, իմ ամուսին իր կողքին կայնած էր, ինքը շատ էր հավատում, առաջինը հենց ինքն է դուրս եկել, ես հələ դուրս չեմ եկել, ինքը շատ հավատում էր Փաշինյանին, իսկ հիմի հիասթափություն, կարելի ասել, մեծ հիասթափություն։ Թուրքը դարեր շարունակ հեռահար նպատակներին հասնելու համար կարող է սպասի։ Մենք հայերս շփթ բազենք էլի, ինչ ուզում ենք անենք, ինչ ուզում ենք հասենք, կարճ ժամկետում շփթ բանենք հասենք։ Բայց պատմությանը, ասենք իմ դասագրքային գիտելիքները ինձ աբացել է, որ թուրք իր հեռահար նպատակներին հասնելու համար կարող է դարել սպասի։ Այդ պանթյուրքիզմը, այդ որ հայ տարածքը կողորտին մա սեպայրա կողորտին խրված, դրանք ճշմարտություն են, հենց օդից վերցրած բառեր չեն։ Ես Հայաստանի ցավն էլ տանեմ, այս հողությունը ուրիշ գույն ունի, ուրիշ համուտ, որ թուրքը գաստեղ ես միլիոններով տուն, կարող ես չտամ։ Մեռնեմ իմ տան մեջ, բայց կարող ես հողը չթողամ։ Ես սուրմալվեցի, իմ պապը սուրմալվեցա, գաղթ եկե։ 7 կիլոմետր է, Թեջերլու գյուղը, Իգդիրն է 20 կիլոմետր է ստեղից։ Ուզում եմ ասեմ, որ հենց դե ապրենք, որ լավ թիգուն մեզի գտնենք, ապրենք։ Եթե օգնությունա բոլորս էլ համաձայն ենք, որ այդ օգնությունը տեղ հասնի, դրա համար բացվել է։ Իսկ առհասարակ չենք ուզի։ Դե այստեղ ապրում ենք, գիտենք Հայաստանում ինչա կատարվում, ինչա, թեկուս եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները Հայաստանի, նույնը այստեղ երևի Թուրքիան, քաղաքական վիճակը նույնիսկ լսել չեմ ուզում, որովհետեւ գիտեմ ինչ կառավարությունն է, ընդհանրապես ժողովուրդը եւ որ շփվում ենք, ոչ մեկը չի սիրում այսօրվա մեր կառավարությանը, թե մեր վարչապետին, թե երևի իր ամբողջ անձնակազմին։ Ոչ մեկս էլ Ինչու ինչ փոխվեց։ Որովհետեւ այն չի տենում ենք ինչա կատարվում։ Մենակ Ալան Թալանի մեջ են։ Էդա, նայում ենք էլի ամբողջ օրը վերջը հերոստատուցով տենում ենք ինչա կատարվում մեր երկրում։ Ինչեր են անում, ինչեր են կուտակում, ինչ կա։ Ոնց մեկն է ժողովրդի մասին ինչ էլ որ արում, արտաքին պարկի հաշվին է կատարվում։ Թե չէ ուրիշ ոչ մի լավ բան։ Երբ որ Փաշյանին բոլորս ընտրեցինք, մենք էլ ընտրեցինք։ Մեր այս գործերը թողում ենք, մենք էլ ենք մասնակցում, ուզում ենք որ փոխվի կառավարությունը, մեզ թվում էր թե երկնքից առաքյալ է, չէ՞ մեզի պիտի փրկի ժողովրդական, բայց իսկ հիմա խի չասեմ ժողովրդական երկիր, թավշյա հեղափոխություն, այդ բառերը խի վերացան։ Երբ որ արդեն Փաշյանն է սկսում խոսալ, ես դաժե ասում եմ իմ ամուսնուն ավելի լավ է ալիքը նույն վարքյանին պիտի փոխվի։ Ես տանել չեմ կարող իրանց այդ կառավարությունը չեմ ընտրելու իրանցը։ Ես ուլ բոլորին եմ հիմա ագիտացիանը, որ չենք ընտրելու եւ չենք էլ ընտրելու։ Մենք տեսանք ով են իրանք, թեկուս եւ Աննա Հակոբյանը։ Այն նախկինների ժամանակ մենք ամեն օր էլ ասում ենք, մենք ավելի հանգիստ ենք ապրել, ավելի լավ, քան այսօր, որ իրանց հետ ենք ապրում ենք։ Իրանց Թալանը, առաջինը իրանք Թոյրանց Թալանի մասին խոսան։ Երբ որ ասեն հիմա կոռուպցիայի ամենաուժեղ ժամանակը հենց հիմա է Հայաստանում։